Ողջույն, իմ հյուրն այսօր բանասիրական գիտությունների դոկտոր, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Սովորաբար հեքիաթները մեզ մեր կյանքի ամենասկզբից ուղեկցում են ու որպես կանոն դրանք ունենում են կամ պարզ, կամ շատ խորը բովանդակություն եւ բնականաբար եւ դաստիարակչական եւ զվարճալի ինչ-որ բնույթ են կրում մեր կյանքում։ Ուզում եմ հասկանալ էթիկական աշխարհընկալման համար ինչ դերակատարություն ունեն հեքիաթներն ըստ ձեզ։ Շատ տարբեր պարզ հեքիաթներ ես գրեթե երբեք չեմ հանդիպել։ Էթիկական, նայած ինչպես ենք մոտենում ենք հեքիաթին, եթե հեքիաթը նախ եկեք պայմանավորվենք, որ մենք առանձնացնում ենք հեքիաթի երկու կարևորագույն տեսակ, ժողովրդական, բանահյուսական եւ հեղինակային հեքիաթ, եւ այս բաժանման արդյունքում հեքիաթի գործառույթները խիստ տարբերվում են, տարբերակվում։ Էթիկական գործառույթը հեքիաթի ունի հեքիաթը այդպիսի գործառույթ, բայց ես չեմ կարծում, որ դա առաջնային է եւ ամենակարևորը, իսկ երբ հեքիաթը տեղափոխում ենք արդեն դիդակտիկ, մանկավարժական ուղղվածություն ենք տալիս, բնականաբար սա արդեն մշակված, վերափոխված, վերանայված հեքիաթն է, ապա այո, այստեղ առաջնային դառնում էթիկական ինչ-որ բաներ, մանկավարժական, ինչ-որտեղ թերապևտիկ, բայց սրանք արդեն մշակված, խմբագրված, վերանայված հեքիաթներ են եւ այստեղ հեքիաթի, հեքիաթասացի եւ ունկնդրի կամ ընթերցողի արանքում հայտնվում են այլ չասեմ հեղինակներ, գոնե սուրոգատ փոխնակ հեղինակներ, դրանք խմբագիրներ են, մանկավարժներ են, հոգեբաններ են, գրառողներ են, թարգմանիչներ են եւ այլն։ Այն նշեցիք հեքիաթի երկու հիմնական տեսակ եւ ասացիք տարբեր գործառույթներ են իրականացնում։ Կխնդրեի մի փոքր մանրամասնեիք։ Փորձեմ երևի շատ ճշգրիտ չբնութագրեցի, ոչ թե տարբեր գործառույթներ ունեն, այլ այդ գործառույթները կարող են մի փոքր տարբերվել կախված հասցեատիրոջից, ընթերցողից եւ ունկնդրից, եթե ժողովրդական հեքիաթն է, սովորաբար հեքիաթը ասոցիացվում է, կապվում է մանուկ ընթերցողի գործունի հետ, բայց միշտ չէ որ այդպես է եւ պատմականորեն իհարկե հեքիաթները, հատկապես հրաշապատում հեքիաթները կամ նույնիսկ իրապատում բոլորովին էլ չեն ենթադրել մանուկ ընթերցող կամ ունկնդիր։ Եվ եթե դա մեծերին ուղղված հեքիաթ է, բնականաբար այն կունենա փոքրինչ տարբեր բովանդակություն, տարբեր կերպարային անձնակազմ եւ անգամ տարբերվող լեզու եւ ոչ եւ բառապաշար։ Տեսեք, ասում եք, որ միշտ չի, որ հասցեատերը մանուկ ունկնդիրն է, չէ՞։ Այդ պարագայում, եթե մենք դիտարկենք հասարակության չափահաս, այդպես բնորոշենք, հա, մնացած մասին ոչ մանուկ ունկնդրին, այդ պարագայում ո՞րն է ուղերձը հեքիաթի, սոցիալական կարգ ու կանոնի պահպանում, ինչ ուղերձ ունի այդ։ Հնարավոր է եւ այդպես, հատկապես ժողովրդական հեքիաթ այնքան բազմաշերտ է, բազմաթերթ, որ կարելի է այստեղ գտնել շատ տարբեր ուղերձներ, այդ թվում նաև ձեր նշածը։ Ցավոք, երևի թե ճիշտ բառ եմ հիմա օգտագործում, պատմականորեն այնպես է ստացվել, որ մեծահասակ հասուն ընթերցողը, նույնիսկ ես այստեղ չէի խուսափի սպառող բառից, հա, պատմականորեն էր, որ մեծահասակներ այսօր ինչ-ինչ պատճառներով մենք հեքիաթը կապում ենք ավելի երիտասարդ մանուկ պատանի ընթերցողի հետ, բայց սա սխալ է, կարելի նույնիսկ ասել հրատարակչական, անգամ գրականագիտական սխալ, որովհետև շատ մշակույթներում, առաջին հերթին բրիտանական մշակույթում օրինակ, կա այդ հեքիաթի մեծահասակին ուղղված հեքիաթի ժանրը։ Մեզ մոտ այն դեռ այնքան էլ զարգացած չէ եւ անգամ կարող եք խոսել գրատան, հա, խորհրդատու վաճառողների հետ, իրենք հենց այդպես էլ դասավորում են հեքիաթը, անխուսափելիորեն հայտնվում է մանկական, մանկապատանեկան բաժնում, սրանով իսկ բացառելով մեծահասակ ընթերցողին, որը սխալ մոտեցում է։ Բայց ինձ թվում է ճիշտ իրական հասցեատերը կգտնի, Օսկար Ուայլդը չէ, ուներ հեքիաթներ մեծահասակների համար, հենց այդպես էլ։ Սա էլ մի ուրիշ հետաքրքիր բան է,
պատահում է եւ Wilde-ը հենց այդ դեպքներ, երբ հեղինակը գրում է մեծահասակների համար, իսկ գիրքը հայտնվում է մանուկ ընթերցողի սեղանին, Wilde-ը չէր ենթադրում, որ երեխաներն են կարդալու, որովհետեւ այնտեղ կան բաներ, որ հատկապես մանրուքներ, մանրամասներ, որ այնքան էլ երեխաների համար չեն, բայց երբեմն մենք չենք որոշում, թե ով է լինելու մեր գրվածքի ընթերցողը։ Ոչ էլ Շարլ Պերոյի հեքիաթներն էին երեխաների համար։ Այսօր հայերեն տարբերակները Պերոյի, որ շրջանառվում են, ամենևին էլ բնագրայինը չեն, ես նկատի ունեմ բնագրից թարգմանություններ չեն, այլ բազմիցս վերանայված, վերամշակված, ճակերտավոր բարելավված, հա, ինչ որտեղ ստերիլացված։ Իսկ ինչ եք կարծում, հեքիաթները անթույլատրելի վարքը կանխելու միջոցներ են։ Դաստիարակչական գործոնը, կոմպոնենտը։ Հասկանում եմ։ Նորից պիտի ես կարճեմ այս բաժանումից ժողովրդական եւ հեղինակային։ Ես չի ասի, որ շատ ընթերցողներ են տեղյակ դրան, բայց եթե դուք թերթեք հայ ժողովրդական հեքիաթների հատորները, ակադեմիական հրատարակությունը եւ ոչ միայն հայ ժողովրդական, ռուսական, գերմանական, հա, կհանդիպեք հեքիաթների, որոնք դաստիարակչական որևէ բան չունեն, հում նյութ են, բանահյուսական նյութ են, երբեմն նույնիսկ պոլուֆաբրիկատ, հա, հիշեցնող, բայց դրանք շատ խնամքով գրի են առնված, դաստիարակչական որևէ բան իրենք չեն հետապնդում, պարզապես հրաշապատում այդ շրջանակներում պատմություններ են։ Իսկ արդյոք գրական երկերի պարագայում մենք միշտ կգտնենք դաստիարակչական ինչ-որ մի բան։ Հնարավոր է գտնել, եթե մենք շատ ենք ուզում։ Ես գիտեմ շատ երկեր ստեղծված Ֆյոդոր Դոստոևսկու կողմից, որոնք կարծես թե դաստիարակչական ոչինչ չունեն, գրական գեղարվեստական ստեղծագործության համար առաջնայինը դաստիարակչականը չէ։ Այլ բան, երբ որ դուք տեղափոխում եք, արդեն դա ուսումնական դաստիարակչական ոլորտ, դուք ինքներդ եք վերագրում այս ֆունկցիան տեքստին, հատկապես եթե դրանք վերապատումներ են, ադապտացիաներ են, նույնիսկ պայմանական նշաններ կան, հա, ինչ է, որն է այդ գրքի, որն է այս հեքիաթի դաստիարակչական դիդակտիկ գործառույթը։ Բայց եթե դիտարկենք որպես արժեքներ փոխանցող կամ արժեքներ ձևավորող որոշակի երևույթ հեքիաթը, չենք կարող ասել այնուամենայնիվ, որ այդ դաստիարակչական տարը այնտեղ առկա է։ Այո, առաջին եւ ամենակարևոր դաստիարակչական տարը շատ ակնհայտ, ամենևին ոչ քողարկված ձևով հայտնվում է գրեթե բոլոր հեքիաթների ավարտի բանաձևերում, վերջաբաններում, չար այնտեղ, բարին այստեղ, հա։ Դրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Կան նաև, սա ես դաստիարակչական չէ անվանի, տեսեք հրաշապատում հեքիաթների մեծ մասն ավարտվում է հարսանիքով։ Սա հարսանիքի մասին չէ, այլ կյանքի բնական ընթացքի, հա, մարդու գործառույթի եւ փուլերը ծնունդ, հա, ծնունդ, ամուսնություն, երեխաներ, որը հիմա կարծես թե մի փոքր հարցականի տակ է դրվում, ինչ-ինչ նկատառումներով, այո, իհարկե սա դաստիարակչական է, որ բարին պետք է լինի այնտեղ, որտեղ մենք ենք, իսկ չարը մեզնից հնարավորինս հեռու։ Չարի եւ բարու մասին խոսեցիք, եթե մենք չարի եւ բարու կերպարների մասին դիտարկենք որպես կաղապարներ, հա, հեքիաթներում, արդյոք դրանք միշտ նույն ձև են, միշտ նույն նորմերով եւ սկզբունքներով են առաջնորդվում, եթե չէ, ապա ինչ տարբերություններ կամ ընդհանուր կանոններ կան, որ չար կերպարների կաղապարներն այսպիսին պիտի լինեն, բարի կերպարների կաղապարները այնպիսին պիտի լինեն։ Կաղապար եզրը, որ դուք օգտագործում եք, շատ տեղին է, որովհետև այնպես չէ, որ կերպարները բաժանվում են երկու խմբի, չար եւ բարի, նա այդպես շատ հեշտ կլիներ, բայց անգամ եթե պայմանականորեն մենք գնանք դրան, կա այսպիսի մի քարացած կերպարաստեղծման կաղապար հրաշապատում հեքիաթներում, ուրեմն չար կերպարը, չար երկու քույրերից մեկը, չէ, եթե մեկը չար է, մյուսը բարի, ուրեմն անխուսափելիորեն այն բարին գրեթե միշտ նաև գեղեցիկ է։
Այո, նա որը չար է, անպայման տկեղ է, նույնիսկ արգահատելի, հա, աջապատես լինելու աստիճան եւ ծույլ է, սա հայտնի է գրականության մեջ որպես ֆիզիոգնոմիկ նկարագրություն, այսինքն երբ մարդու արտաքինը արտացոլում է նաեւ նրա ներքինը, որը իհարկե համարվում է ոչ գիտություն չի համարվում ֆիզիոգնոմիկան, այն հուսալի չէ եւ համոզիչ չէ, չկան նման տվյալներ եւ ոչ բարետես մարդը կարող է ունենալ ներքին գեղեցկություն, բայց հեքիաթը այդպեսին չէ, այն միագիծ է։ Բայց իհարկե չենք կարող տեղավորվել միայն չար եւ բարի, միայն լավ եւ վատ կերպարների միջեւ, որովհետեւ կախված հեքիաթի ժանրից, հա, թե ինչպիսի հեքիաթ է դա, ասենք ոչ հրաշապատում հեքիաթներում հայտնվում են այլընտրանքային տեսակներ կերպարների, ենթադրենք հնարամիտ խորամանկ, որը միանշանակ ընկալվում է որպես դրական, բայց այստեղ բարու մասին խոսք չի գնում, ոչ էլ գեղեցիկ կամ բարետես լինելու մասին։ Այսինքն որոշվում է կերպարը գնահատելու չափանիշը նաև համատեքստից, կոնտեքստից, միջավայրից, իսկ դա հեքիաթի պարագայում նաև ժանրն է։ Ու նաև որպես կանոն դուք որոշ հատկանիշներ առանձնացրեցիք, որ բարի հերոսներին որպես այդպիսին տրվում են եւ նույն կերպ չար հերոսներին, չէ, չարը ավելի անհանդուրժող է, անհնազանդ է, բարին հակառակը։ Եթե նամանավանդ ժամանակակից աշխարհի համատեքստում դիտարկենք, ինչքանով են ընդունելի հնազանդությունը, բարիությունը, համեստությունը որպես բարի կերպարի հատկանիշներ ժամանակակից աշխարհում։ Ես շատ եմ մտածել այս հարցի կամ սրան մոտ հարցի մասին, տեսեք, կա այստեղ մի սխալ, մենք չենք կարող հեքիաթը եւ հեքիաթի հերոսներին գնահատել ժամանակակից աշխարհի, ժամանակակից իրականությունից ելնելով, ինչու, որովհետեւ հեքիաթի լավագույն սահմանումներում առաջին հերթին նշվում է այն, որ հեքիաթը պատմություն է հին անցած ժամանակների մասին։ Եվս մեկ անգամ անդրադառնալով Շարլ-Պերոյին, ես ես հիշեցնեմ, որ ժողովածուն, բնակի ժողովածուն կոչվում էր Conte du temps passé, անցած ժամանակների հեքիաթներ։ Կան լեզուներ, այս լեզուներում հեքիաթը հենց կոչվում է հին զրույց։ Ես շատ եմ սիրում հնորյա եւ հնաշխարհիկ զրույցները։ Հիմա հին ժամանակների մի պատմություն եւ այդ հին աշխարհի մարդ կերպարներին գնահատելիս մենք չենք կարող ժամանակակից աշխարհի նորմերը նրանց պարտադրել, բայց եթե այնուհանդերձ դա տեղի ունենում, որովհետև ընթերցելիս, չէ, մենք դա անում ենք ակամա։ Իհարկե շատ բաներ մեզ կարող են տարօրինակ թվալ, այստեղից բազմաթիվ վերապատումների հայտնվելու պատճառը հոգեբանական, սոցիալական, մարդաբանական։ Հետաքրքիր է հայկական ժողովրդական կամ հայկական հեքիաթները որպես այդպիսիք ինչ են փոխանցում իրենց ընթերցողին, քանի որ դուք ասացիք տարաբաժանում չանենք մանկահասակներ, մեծահասակներ, առհասարակ, որն է ամենակարևոր գործառույթը, որն է ամենակարևոր արժեքը, որ այդ հեքիաթների միջոցով հեղինակը փորձում է փոխանցել իր ընթերցողին, որովհետև հաստատ չի գրում, չէ, ուղղակի ամեն դեպքում գրվում է ընթերցողի համար։ Իհարկե բայց ասեմ, որ շատ տաղանդավոր հեղինակներ գրում են առաջին հերթին իրենց համար, հետո նոր ընթերցողի, բայց հեքիաթը, որը չի ունկնդրվելու եւ կարդացվելու, իհարկե տխուր իրողություն կլիներ։ Ես չէի առանձնացնի հայկական հեքիաթը այս առումով, որովհետեւ հայկական հեքիաթը չի հետապնդում որևէ նպատակ, որ չունեն այլ մշակույթների, այլալեզու կամ ինչպես Թումանյանն է այս եզրը օգտագործում օտար հեքիաթները։ Բուն տարբերությունը լեզուն է եւ ոճը, եւ հայկական մշակույթում նույնպես մենք ունենք տարբեր ժանրերի, տարբեր բնույթի հեքիաթներ, դրանցից յուրաքանչյուրը ունի իր առաքելությունը, իր մեսեջը, ինչպես հիմա սիրում ենք ասել, հա, իր նպատակը։ Օրինակ շատ հետաքրքիր է Անահիտ հեքիաթը, հիմա դա եկավ, որ փորձենք բարոյականության համատեքստում դիտարկել, ինչ բարոյական մեսիջներ կան Անահիտ հեքիաթում, որ կառանձնացնեիք, թեկուզ այն ժամանակակից ընկալումների ֆոնին փորձենք դիտարկել։ Անահիտը Ղազարոս աղայանի հեքիաթն է, որը իհարկե ունի իր ժողովրդական տարբերակները,
Առհասարակ իմ կարծիքը եւ կարծում եմ ոչ միայն իմը, երբ որ հեքիաթի հերոսը կամ հերոսուհին ունենում է անուն, անձնանուն, դա կնշանակի, որ հեղինակային հեքիաթ է։ Հեքիաթի հերոսները որպես կանոն հակված չեն անուններ ունենալու, բացառություններ կան իհարկե։ Աղայանը շատ բան է ավելացրել այս հեքիաթին, բայց ընդհանուր գաղափարը այն է, որ կարծում եմ շատ պարզ բան եմ ասում, կրկնում եմ արդեն հայտնի ճշմարտությունը, որ յուրաքանչյուր անձ, անգամ եթե նա թագակիր անձ է, պետք է կարողանա ինչ-որ մի հմտության տիրապետել, այս պարագայում դա արհեստն է, գորգագործ լինելը, եւ դա իր Անահիտի պահանջը, որովհետեւ շատ հանդուգն չէր պահանջը թագավորի տղային, հատկապես եթե ժամանակները հաշվի առնենք։ Ես նորից կդժվարանամ ասել, որովհետև մենք ունենք շատ հեքիաթներ եւ չէի անվանի հանդուգն գուցե համարձակ, հա, եւ հետո կինը կարող է համարձակ կամ հանդուգն լինել ելնելով իր հնարավորություններից եւ իր արժանինքներից, նայած նա ինչպիսի նպատակներ է հետապնդում։ Նաեւ Անահիտը շատ մոդայիկ բառը մի փոքր սխալ կլինի, հա, նույնիսկ կոպիտ ցինիկ, հատկապես խորհրդային տարիներին Անահիտը շատ էր պատմվում, վերապատմվում, որովհետև այստեղ կար հակադրությունը, չէ, արքայական ընտանիքից արքայի ժառանգի եւ հասարակ կեղճկուհու, հա, կովարածի աղջիկն էր, չէ՞, կովարածի, այո, նախրապանի աղջիկն էր եւ դա շատ հարմար էր այն միջավայրին, այն կոնտեքստին։ Այստեղ կարելի անverջ խորանալ, ես չգիտեմ ինչու էր նախրորդի աղջիկը այդքան համարձակ, բայց նորից եմ ասում, հավանաբար ինքը գիտեր եւ գնահատում էր իր ներուժը։ Որովհետև շատ հաճախ, երբ որ մենք հեքիաթներում նայում ենք, նույնիսկ սեռային որոշակի հատկանիշներ կան, չէ, առանձնացված, կամ անգամ եթե մենք որդիներին ենք դիտարկում, միշտ երրորդ որդին ամենահնարամիտն է լինում, որպես այդպեսին, բայց շատ հաճախ լինում է այնպես, որ հնարավոր է նաև ամենախելացին չլինի, հատկապես հայկական ժողովրդական հեքիաթներում ենք, չէ, հանդիպում, որ երբեմն բախտը բերելու, այսպես ասած, գործոնը կար, հանգամանքը կար նաև, որ երրորդ տղան գնում է եւ հոր ասածը կամ թագավորի ասածը ամեն դեպքում կարողանում է կատարել։ Սա ինչ ֆենոմեն է հեքիաթներում, ինչ ուղերձ ունի իր մեջ։ Այդտեղ կարծես դուք միացնում եք երկու տարբեր բաներ, մեկը սեռային, այդ բաժանումն է։ Հեքիաթները արդեն ասացի շատ հին են, հատկապես ժողովրդական հեքիաթը, եւ ինձ թվում է, որ տարբեր ժամանակաշրջաններից իրենք վերցրել են վարքագծային տարբեր մոդելներ։ Մենք ունենք հեքիաթների խումբ, որտեղ հերոսուհին հետևում է Անահիտի վարքագծին։ Սրանք կանայք են, որոնք կարող են տղամարդու հանդերձներ հակած գնան, գերությունից ազատեն իրենց ամուսնուն, կարող են պատժել, կարող են արդարություն վերականգնել, կամ նույնիսկ հեքիաթների մի խումբ կա, խոսում եմ հայկական հեքիաթների մասին, որտեղ կին հերոսուհին փահլևան է, եւ եթե փեսացուն հավակնորդը հաղթի նրան ֆիզիկապես, միայն այդ դեպքում նա կհամաձայնի լինել կինը այդպիսի տղամարդու։ Սրանք մի խումբ են հեքիաթների եւ կա այո մեզ համար ավելի այդ կարծրատիպային համոխրոտի շարքի հեքիաթները, դուք նշեցիք հնազանդություն, խոնարհություն, կարծում եմ սա այլ դարաշրջան է, տարբեր մշակույթների ազդեցության տակ եւ իհարկե չի կարելի, շատ ընդունված է մի դպրոց կամ մի խումբ ֆեմինիստական դպրոցը, որոնք քննադատում են մոխրոտի շարքի հեքիաթները, ասելով, որ ինչու պետք է կինը հնազանդ լինի, ակտիվ չլինի, пассив լինի, սա դարձյալ կտրում են պատմական համատեքստից Վլադիմիր Պրոպը, որը մեծագույնն է հեքիաթագետներից, ունի մի հետաքրքիր աշխատություն, որ կոչվում է «Исторические корни волшебной сказки», պատմական արմատները։ Եվ այսօր կա մարքսիստական մոտեցում, ոչ կոմունիստական, որ հակված է Ջեք Զայբսի դպրոցն է սա գնահատել հեքիաթները տվյալ սոցիալ մշակութային համատեքստում։ Մոխրոտի վարքագիծը մենք չենք կարող մոխրոտին դարձնել ակտիվ, ընդ որում բավականին ակտիվ էր, ինչ որ առումով ուներ իր նպատակները, եւ դատել այսօրվա հնարավորություններից պետք է հաշվի առնել ժամանակը, սոցիալական համատեքստը, աշխատանքի հնարավորությունը, ֆինանսապես կայանալու հնարավորությունը եւ դա կիրառելը այս 5 գեղեցիկ ժամանակի փոշին իր վրա գրող հեքիաթի իրողությունների հանդեպ կարծում եմ
սխալ է։ Կարծում եմ ցանկացած գաղափար իրականում խորքային վերլուծության համար պետք է հենց իր դարաշրջանի համատեքստում դիտարկվի, որովհետև երբ որ իսկապես համատեքստից կտրում ենք, շատ հաճախ կարող է նույնիսկ անհասկանալի թվալ, որովհետև մենք ժամանակի հեռվից ենք դիտարկումներն անում, կլինի փիլիսոփայական գաղափարները, կլինեն պատմական եւ այլն, այսինքն համատեքստը այդտեղ ամենակարևոր գործոնն է թերևս։ Այո, ես այսօր իմացա, որ դուք փիլիսոփայություն եք դասավանդում, հիմա պատկերացրեք որևէ մեծ փիլիսոփայի, օրինակ Կանտին, մենք տեղափոխում ենք մեր դարաշրջան եւ սկսում ենք քննադատել։ Սա ինչ որտեղ նաեւ անկարողություն է, գիտելիքների պակաս, անհաղորդություն ժամանակային, որը չի կարող գիտական համարվել։ Այս մեր շրջան տեղափոխելու համար եւ շրջեմ այս հարցը ով էլ լինի ընթերցողը մեծահասակ թե մանուկ ընթերցող, երբ դուք տեղափոխում եք, փոփոխում եք, դուք զրկում եք այդ ընթերցողին անցյալի մասին իրազեկությունից, գիտելիքներ ունենալուց։ Եվ դրա համար էլ կան հեքիաթների վերապատումներ եւ կան նույն մոտիվները, նույն տիպաշարերը շարունակելու վերստեղծելու հնարավորություն։ Ես դեր սեղանին հենց այդպիսի մի գրքույկ եմ դրել, իմ մշակումն է գնաց գեղեցկու։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ երեխաներին ինչպես պիտի մենք փոխանցենք։ Այնուամենայնիվ չես կարող երեխաներին հեքիաթների միջոցով մենք շատ մեծ քանակությամբ ինֆորմացիա ենք փոխանցում, ինչպես դուք նշեցիք, հեքիաթաթերապիան, որ բավականին նորաձև է այսօր, չէ, շատ կիրառվում է, շատ կիրառական։ Այո, դրա միջոցով մենք շատ հաճախ վարքի մոդելներ ենք փորձում փոխանցել երեխաներին, փորձում ենք ինչ-որ դաստիարակչական ուղերձներ տալ։ Ինչպես անենք, որ ձեր ասած այդ պատմական այդ արմատները չկտրվեն, պատմականությունը չկորի, արժեքները չարժեզրկվեն եւ ինչպես անել, որ նաեւ ժամանակին համահունչ լինի եւ երեխաներին հասկանալի լինի։ Շատ բարդ բան եք հարցնում։ Մենք չենք կարող տարբեր նպատակներ, մենք չենք կարող մի զարկով մի քանի նպաստակ, երկուսից ավելի նպաստակ, թեև ծեծված արտահայտությունը արդեն շատ ելնելով նպատակներից, եթե մեր նպատակն է վարքագծային ինչ-որ մոդել երեխանին, հա, կամ շտկել կորեկցիայի ենթարկվել հոգեբանական, էմոցիոնալ ինչ-որ խնդիր, ուրեմն դա դառնում է առաջնայինը եւ մենք հեքիաթի տեքստը, պատումը հարմարեցնում ենք դրան, կամ ավելի շուտ խոշորացույցը մենք պահում ենք հեքիաթի այն հատվածի վրա, որտեղ դա ավելի արտահայտված է, նշույթավորված է։ Բայց ես խորհուրդ չէի տա, գիտեք, այստեղ կա մի տեսակ հեքիաթի, որպես գեղարվեստական տեքստի հասարակացում, պարսունակացում, եթե այսպիսի բառ կա։ Մեկ այլ տարբերակ է, եթե չկա նման խնդիր, հա, երեխայի հոգեբանական ինչ-որ բաները կորեկցիայի ենթարկելու մասին չէ, կամ դիդակտիկ, հա, ինչ է սովորեցնում Անահիտը։ Կարելի ուղղակի երեխային բաց թողնել հեքիաթի աշխարհ, անգամ եթե ուշիմ ընդունակ երեխա է, ես խոսում եմ հիմա հայ երեխայի մասին, բարբառով գրված հեքիաթի աշխարհ եւ վստահել նրա լեզվական ինտուիցիային եւ չզրկել երեխային այն զարմանքից, հա, այն համայվածությունից, որ կարող է մատուցել նրան իսկական հեքիաթը, ինչպես հեղինակային, այնպես էլ բարբառի դեպքում ժողովրդական բանահյուսական հեքիաթը եւ ինքը կվերցնի, ինքը կքաղի այնտեղից այն, չգիտեմ, այն ինչ իրեն ավելի է գրավում, չէ՞ որ յուրաքանչյուր ընթերցող իր հեքիաթն է կարդում։ Մենք չենք կարող նույն բանը հավանել հեքիաթում, եւ քանի որ ինչպես նշեցի, հեքիաթը բազմաշերտ ու բազմաթերթ է, ինքը այդ հնարավորությունները կտա։ Հմայաթափ չանենք երեխաներին։ Հատկապես, որ իրականում նրանք կարծում եմ շատ ավելին կարող են եւ շատ ավելի ընկալունակ են, քան երբեմն մենք այդ մտածում ենք։ Պետք է վստահել երեխային եւ այդ մոլորությունից էլ խնդրում եմ ազատվեն ծնողները, ուսուցիչները, որ այ արհեստական բանականություն է, ինչ որ ծրագրեր են, թվային գրքեր եւ այլն, երեխաները այսօր, հավատացեք, ես գործ ունեմ փոքրահասակ երեխաների հետ նաեւ, իրենք ոչ թե մեկը փոխարինում են մյուսով։ Ես նկատի ունեմ փոքր երեխաներ, փոքրահասակ մինչև 8 տարեկան։ Մնացածները գուցե այդ բանին տրվել են։ Իրենք շատ լավ կառանձնացրեն թվային գրքերը, համակարգչային խաղերը եւ գծային հեքիաթը, գիրքը։
Իմ մեծ տղան դեռ 4 տարեկան չկա, ինքը երբ որ հեքիաթ պիտի կարդանք, ինքը պարտադիր գնում գիրքը բերում է։ Այո, որովհետև իր համար դա այլընտրանքային մի բան է։ Ու հատկապես դե նկարներով պիտի լինի եւ այլն, այո։ Գուցե նույնիսկ ինչ որտեղ առանց նկարների իրեն դուր կգա։ Ես գիտեմ մեծ հնարավորություններ ունեցող ընտանիքների երեխաների, որոնց շատ գրավում է գրամեքենան, որովհետև համակարգիչը իրենց համար անցած էտապ է, անցած փուլ է։ Պետք չէ այդպես վախենալ, հա։ Ամեն դեպքում իրենք այդ ժամանակաշրջանում են եւ դրա մեջ դրանից այսպես թե այնպես զերծ չեն մնալու։ Այսինքն դա իրենց կյանքի մի մասնիկն է։ Չէ, դրա դեմ պայքարելը շատ անհետեթ բան է, անխոհեմ բան է։ Դե մենք ինքներս էլ, չէ՞։ Մենք երեխաներին ենք ասում, միթե մենք ամբողջ օր համակարգչի մեջ չենք։ Այստեղ այլ հարցեր կան, կա մտապահելու, հա, հիշողության ծավալի եւ այլ խնդիրներ, բայց կարծում եմ սա մեր հաղորդման շրջանակներից դուրս է։ Երբեմն էլ, քանի որ այս ուղղությամբ զրույցը գնաց, մենք հեքիաթներում, օրինակ թատրոններում, ներկայացումների մեջ նկատել եմ վերջերս, որ փորձում են այս ժամանակակից մոտիվներ հաղորդել հերոսներին, հեքիաթի հերոսներին, չգիտեմ, ինստագրամյան էջ էր վարում, ինչ-որ մուլտհերոս եւ այլն, հետաքրքիր է ձեր դիտարկումը, ձեր գնահատականը։ Որպես կանոն, հա, սրանք բավականին անճարակ փորձեր են, նոր ժամանակներ, նոր հեքիաթներ են պահանջում, կարելի է իհարկե այդպես էկլեկտիկ ձևով ինչ-որ բաներ մտցնել, ես հիմա հիշեցի, կան հեքիաթներ, որ պատմվել են խորհրդային շրջանում ու այդտեղ հանկարծ անսպասելիորեն կարող է հայտնվել կոլխոզնիկ տղան, հա, կոլխոզ, որը մի փոքր ծիծաղելի է, որովհետև հեքիաթը ոչ թե ապա վեր ժամանակային է եւ կոնկրետ ժամանակահատված հուշող մանրամասները հեքիաթը չի մարսում եւ որպես կանոն ներեցեք կարող է փսխել եւ դուրս հանել, որովհետեւ ինքը պետք է մնա բյուրեղյա ամուր, որպեսզի կարողանա բանավոր պատմվող հեքիաթը տեղաշարժվել եւ տեղափոխվել սերնդեսերուն ժամանակից ժամանակ։ Ինքը չի կարող ծանրաբեռնել իրեն ամեն ժամանակաշրջանից վերցված նման տեխնիկական բաներով։ Հեքիաթի համար դա էական բան չէ։ Դուք ունեք սիրած հեքիաթ։ Տարբեր տրամադրությունների դեպքում, ճիշտն ասած, իմ բառագա մի փոքր դժվար է դա ասել, ինչու, որովհետև հեքիաթը ինձ համար աշխատանք է։ Բայց կան այո հեքիաթներ, շատ եմ սիրում մատնաչափի կշարքի հեքիաթները, որոնք շատ տարաբնույթ են, եւ հայկական, եւ ոչ։ Նշեցի Քնած գեղեցկուհին, շատ եմ սիրում Հենզելն ու Գրետելը իր տարբեր վարիանտներով եւ տարբերակներով։ Անահիտը նույնպես դեմ չեմ ամենևին Անահիտին եւ ինձ համար շատ հետաքրքիր են հեքիաթների վերամարմնավորումները արդեն արտալեզվական ոլորտում հենց այս պահին կերպարային ասեմ ինչ նկատի ունեմ օրինակ գիտեք այսօր կա Խանջյանի նկարազարդումը հիշում եք Անահիտի այդ պատկերով շոկոլադ որ արտադրում է Grand Candy-ն ու կարելի է գունաբաժանումը ավելի լավ անել, հա, ավելի ճիշտ գույներով, բայց ամեն դեպքում շատ հաճելի է, երբ հեքիաթը ստանում է ինքնուրույն քաղաքացիություն, հերոսը հեքիաթի դուրս է գալիս, հատում է հեքիաթի շեմը եւ հայտնվում այլ նշանային համակարգում, որպեսզի կերակուրն է, կարող է այլտեղ հայտնվել, կարող է հայտնվել բալետում, կարող է հայտնվել ճենապակե ամանների երեսներին, թեյնիկի վրա, իսկ սա նշանակում է, որ այն փորձում է նորանոր տիրույթներ գրավել, պարուրելով մեզ հեքիաթայինի մեջ, հիշեցնելով մեզ հեքիաթի մասին։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։